Ողջույն, պատմաբան Արևելագետ Հասմիկ Ստեփանյանը Կոստանդնուպոլսի հայոց պատիարքարանի 550-ամյակին նվիրված գրել է հետևյալ գիրքը. Հայերի ներդրում Օսմանյան կայսրությունում։ Գիրքը հրատարակել է Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը 2012 թվականին։ Գիրքը կազմված է 8 գլուխներից հավելվածից։ Մանրամասն ներկայացվում է Կոստանդնուպոլսի հայոց պատիարքության պատմությունը, սկսած հիմնադրման պահից 1461 թվական մինչև Հանրապետական Թուրքիայի ստեղծումը 1923 թվական։ Գրքի հավելվածում ներկայացվում է Կոստանդնուպոլսի հայոց պատիարքների ցանկը 1461-ից մինչև 1923 թվականներ։ Գրքում ներկայացվում են Կոստանդնուպոլսի հայոց ամերայական գերդաստանները՝ Տատյաններ, Տյուզյաններ, Նորատունկյաններ, Չոպանյաններ եւ այլն։ Նրանց հարաբերություններ Օսմանյան արքունիքի հետ, նրանց ներդրումը տնտեսության դիվանագիտության մեջ, նրանց մասնակցությունը հայոց մշակույթի ոլորտում, նրանց հարաբերությունները հայոց եկեղեցու հետ։ Մանրամասն ներկայացվում է հայերի ներդրումը տնտեսության մեջ՝ բանկեր, առևտուր, ապահովագրություն, հողագործություն, հանքարդյունաբերություն, շերամաբուծություն, երկաթուղի եւ այլն։ Ներկայացվում է հայերի մասնակցությունը Օսմանյան բանակում, ռազմական արդյունաբերություն, ռազմաբժշկություն։ Բազմաթիվ հայեր Օսմանյան արքունիքում զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ վեզիրներ, նախարարներ, դիվանագետներ եւ այլն։ Օրինակ, արտաքին գործերի նախարար Գաբրիել Նորատունկյան, վեզիր Աբրահամ Փաշա Երամյան, վեզիր Հակոբ Փաշա Գազազյան, Լեռնալիբանանի կառավարիչ Արթին Կարապետ Փաշա Դավուդյան եւ այլն։ Կոստանդնուպոլսի բազմաթիվ շենքեր նախագծել են Պալյան գերդաստանի ներկայացուցիչները, այդ թվում պալատներ, եկեղեցիներ, մզգիթներ, ճեմարաններ, աշտարակներ եւ այլն։ Գրքում ներկայացվում է հայերի ներդրումը մշակույթի ոլորտում՝ նկարչություն, երաժշտություն, թատրոն, ինչպես նաեւ սպորտ, ոսկերչություն։ Առանձին բաժնով ներկայացվում է հայատար թուրքերենի պատմությունը։ Գրքում առկա են բազմաթիվ լուսանկարներ, ցանկեր, ցուցակներ։ Գիրքը հետաքրքիր կլինի պատմաբաններին, արևելագետներին, հայագետներին, թուրքագետներին, ցեղասպանագետներին։ Շնորհակալություն ուշադրության համար։